Բարև ձեզ, հայր։ Հայր եմ ասում, որովհետև ոնց հասկացա, Հայաստանում գնալով մենք դառնում ենք փոքրամասնություն, ազգությամբ հայերս, հայկական մշակույթի ու կրոնի համար, ոնց են ասում, չակետավոր քյալլա տվողներս, նրանք, ովքեր որ ատամներով դեռևս հայրենիք են պահում, հող են փորձում պահել, ոչ թե փող։ Հիմա ես եկել եմ այսօր ձեզ հետ կիսվեմ իմ մտքերով, նաև վերլուծենք միասին ինչ է կատարվել քաղաքապետարանում, որպես մարդ, որը դրանից խոսելու ամենամեծ իրավունքն ունի, չէ Ավինյան Տիգրան, համբալ-համբալիչ, գիտես չէ որ ունեմ, մանդատս դու ես անօրինական խլել, ու ես քեզ դատի չեմ տվել միայն մի պատճառով, որովհետև այժմ դատարանների և ոստիկանության 99.9%-ը, ես դեռ այդ մի տոկոս ուզում եմ հավատալ, որ կան նորմալ հայեր, մեջներդ, 99.9% բոլոր դատավորները, ոստիկանության աշխատակիցները, քննիչները, այդ ինչ դեբոշ եք սկսել քաղաքապետարանում էլի, գլուխս եք արա կորցրել, այդ շիշնետող եք դարել, հա տենց, որ թողնեին կասեիք ուրիշներիս, չէ մի քանի ուրիշ ձևի պիտակավորում, լսեք ուրեմն ինչ եմ ասում, եթե հանկարծ նորից այդ նույն բաները սկսում եք անել, գոնե նախապես զգուշացրեք, որ քաղաքապետարանը ռինգ է կամ ցլամարտի արենա, որ այնտեղ ներս մտնող օպոզիցիոները բոքսի փերչատկով գա կամ գոնե ռագատկով, որ ձեր նման ցլերի դեմը ցլամարտի ելած ապուշներ, որ ձեզ ասել են ձեր խոտը տալու ենք, լափեք, ծխեք, չգիտեմ ինչ անեք, եթե դուք հանկարծ մի քայլ այս կողմ են կողմ գնացիք մեր ծրագրից, ոչ մի բան չեք ստանալու լափելու։ Ավինյան Տիգրան, այդ համբալերը տա սովորեցրել, որ պտի իրար դեմ սաղին լարես ու կողքից նստես տաժժաս, նայես այդ ամեն ինչին, կայֆի տակես պերեդոզես եղել արա։ Այդ որ ես էի շշից բռնում, շիշ վրցնում, դուք խոսում էիք, ասում եք, վայ, այդ ոնց կլիներ, այդ ոնց եղավ, կբացատրեք, հիմա էլ մալալետկիք եք գցել մեջտեղ։ Հիմա փաստորեն ավականու անդամ լինելը օպոզիցիայի ավելի վտանգավոր է, քան մարտադաշտ գնալը, այդպես լավ կռվող տղա երին Միքայել Խաչատրյան, մալալետկա ապուշ, քեմալական պայմանագրի, 44 օր ինչ փախներ մտնեիր, մորդ փեշի տակ, գնայիր կռվեիր, ընդեղ գրանատ նետեիր, նռնակ նետեիր, ոչ թե քաղաքապետարանում շիշ, ասում ես շիշես նետել, որ ինչ անես, խաղաղեցնես, դուք փաստորեն թուրքերի դեմը խաղաղության եք գնում նրանց ոտքերը լիզելով, քաղաքապետարանում հայերի դեմ խաղաղեցնում եք կապրոնից շշերով են էլ, հա? Իզնից հետո չէ փոխեցիք այդ շշերը, կապրոնից դրեցիք, որպեսզի քյալլաներից չջարդվի, դրա համար մեզ ընդեղից հանեցիք, որ թուլացնեք պազիցիաները, կարողանաք մարծեցել, հա? Արա այդ ինչ եք արել, որ Սարգիսի նման հավասարակշռված տղուն կարացել եք հանեք իր ափերից, ասեմ ինչ եք արել, հիմա որպեսզի միայն բամբասանք չհնչի իմ խոսակցությունը, փաստերով, չէ, ոնց էիր ասում Ավինյան Տիկո, ասում էիր փաստերով, հիմա ես քեզ փաստերով ասեմ, Փամբուկչյան Արմեն, կամ Ֆինկայի Արմենը, Ֆինկա Արմենը, չեմ ասի ինչի համար Ֆինկա Արմենը, որպեսզի ռեկլամ չդառնա, կասեմ մենակ մի բան, արա դու մնացել ես այդ նույն ախրանիկը, այդ որ ախրանիկից դարձել ես խնդրարույց վարկերի դեպարտամենտի նախագահ, դու ես ուրիշներն, դու ոնց ես կարողանում քեզ թույլ, այսինքն դու այնքան բան ես քեզ թույլ տալը, որ էլ քո հասցեին ասել ինքնասիրություն ունենալ, դա թքած թեմա է, բայց դե ամեն դեպքում դու այդ ոնց է բերանդ բացվում, արա, սահմանապահ զորքերի սպային ասես պետական դավաճան, հա, Անդրանիկ Թևանյանի մասին է հենց խոսքը, քո նմանը, այ ախրանիկ, որ սրա նրա ոտի տակ սողում է իր ամերիկյան ուժերի
այսպես ասած, սկսած 1999 թվականից։ Ու հիմա այդքան տղա ես դարել, մի հատ էլ ասում ես, ձեր գնացեք ինչ արեք, ձեր դավաճանները դուք եք, որ Թուրքիաներում եք, Թուրքիայում եք բարձրագույն կրթություն ստացել, գնա քո Ռուբեն Ռուբինյանին ասա դավաճան, որ փաստացի դավաճան է։ Ոչ մեկ դեռ Ռուսաստանի հետ զինակցական պայմանագիրը Հայաստանի չի խզել։ Ըստ այդմ, ոչ մի օրենսդրական օրենքով չի կարող զինակիցը լինել թշնամի կամ գոնե հակառակորդ, որպեսզի նրա հետ որևէ խոսակցական թեմա կամ նյութ լինի պետական դավաճանություն։ Գոնե այդքան տխմարեք կարդացեք այդ հոդվածները, այդ որ սահմանադրական դատարան դրել եք ջեբներդ, գոնե ուղեղ ունեցեք, կարդացեք, եթե չգիտեք։ Հիմա ուզում եմ Վազգենի նկարը դոշին կպցրած քաղաքական գործիչ խաղացողին տխմարին ասեմ, Արամիկ Վազգենի քույրիկ, այդ ցլիկիդ լավ պահի, երկու ձեռով կերակրի, հա, Անի Խաչատրյանի մասին ա խոսքը։ Իդեպ որ տեսնում եք ընդեղ շատ Աբույանի տանում նկարս ցույց տվեք, թող սսկվի, դրանից հաստատ կսսկվի, Անի գալու եմ գյամերդ քանդեմ, խելոք մնա։ Դու գիտես չէ, որ ես ատամ ունեմ դեռ։ Ու այդ որ ջուր ես շպրտում սրա նրա վրա, նայի որ այդ ֆռացող շիշը մի հատ էլ քելլից չֆռա նորից։ Հերիք եղավ բոլա, զիբիլանոց եք սարքել, մեզ էլ սարքել եք ժարգոնով խոսացողներ, որտեղ ուրիշ լեզու չեք հասկանում։ Նորմալ հայերեն գրականը սկսել ենք մոռանալ։ Անգամ մենք, որ գրողներ ենք ու գրքեր ենք գրում, որովհետև դուք ուրիշ լեզու չեք հասկանում, որովհետև էշի նման մենակ քացով եք խոսում, քաղաքապետարանը ռինգ չի, հասկացեք վերջապես, քաղաքապետարանում Ավինյան Տիգրան գնայի համբալիչ, գնա փողոցներդ մաքրի, զիբիլը թելել դռնով դուրս ա գալի Երևանից վիճակը նայի, ասում ես ինչ ա եղել, խտացել են Երևանում այդքան բարդ տեղաշարժը, որովհետև ինչն ա աճել, ոչ իմանը չի աճել, գյուղերն ա դատարկվել, լցվել են Երևան, այդ որ այդ կամուրջը փակել ես, քանի $1 միլիոն ես ընդեղ լապ քեզ շահել, այդ ասել են այդ լապի դիմաց պետք է կապիկություն անես քաղաքապետարանում, որ շեֆդ լսի, հա? Նիկոլին ես կրկնօրինակում, ինչի դուք բրները շապուհն ես արա, որ մի հատ էլ հլը կաշիներդ քերթելու ենք, այդ թզուկ, կաշի քերթող ես գնա թուրքի կաշի քերթի, կաշի քերթող ես այդ համբալներիդ կաշին քերթի, որպեսզի գործ անեն, քաղաքը մաքրեն, Երևանը Երևանի նման դառնա, դարձրել է գոմ, այ հայվաններ թուրքի, հիմա, գիտեմ, որ սահմանադրական դատարան են տվել օպոզիցիոներները, ընդ որում բրավո, որ մի համատեղ, ու հիմա ուզում եմ մի քանի բառ ասել իսկականից կռված հերոս տղու, դավաճան կնոջը, Սեդա, Սաֆարյան Սեդա, չգիտեմ, դու ես Ստյոպիկովնա, թե Ստյոպիկնա Սեդայեմնա, բայց գիտեմ, որ դուք երկու քուր եք, երկուսն էլ մի բոյի, ու երկուսիդ էլ լավ գիտեմ, գիտես, չէ, Սեյրանի աչքերին ոնց ես նայում աղջի, հա, հենց աղջի, այդ նոյեմբերյանում ես սովորել թուրքերի հետ տալ առնելը, մի դոշ շքանշանով պատերազմը հաղթած ամուսնուտ աչքերին, ոնց ես կարողանում երկիրը ծախելուց հետո նստես ու նայես, էլ մնացած բաներից չխոսեմ, մանավանդ որ գիտեմ, որ այդ տղեն չի, որ հայրենիք ծախելուն պատպիս կալինի, Ստյոպիկի կնոջ աչքերին ոնց ես նայում, իմ տատիկի հարևանն է Արցախի, ոնց ես նստում նրա հետ սուրճ խմում, երբ գիտես, որ նրա հոր գերեզմանը դու ես վաճառքի անել, տականք, այսինքն այն աստիճանի ես, դու Լևոնի այդ հրահանգների ուսուցումը վերցրել քո վրա, որ արդեն բացահայտ դուրս ես եկել հայրենիք վաճառելու, Սեդա,
Թե ուղղակի Նիկոլը քեզ Վանոյից ժառանգություն է ստացել, Վանոյի սեդուլ, բերանս բացել չտաս, սեդա գիտես, որ ճանաչում եմ, քեզ էլ, եղբորդ էլ, ամուսնուդ էլ, հերիքա, կանգ առեք, ստոպ կռան պտի ունենաք վերջապես, թե չէ, այդքան ինչի համար եք անում, որ դուրս գան քաղաքացիականի ու դուք ասեք, որ հայ արուն էիք ուզում ստացաք, հա, չի լինելու, դուք դատվելու եք, չի լինելու, դուք հայ արուն չեք լակելու, թույլ չենք տալու, մաշելու եք այսենց, դուք ձեզ կրծելով, ազգային ժողովներում մենակ ինքներդ ձեզ քվեարկելով և ոչ մի օրենք չկարողանալով ընդունել, որտեղ այդ օրենքը ուժի մեջ չի մտնելու, չեք կարողանալու, մեր երկիրը վերջնականապես կապիտուլյացիայի տանել, Ռուսաստանը պարզ ասեց, մենք ձեր հետ չունենք քաղաքական ոչ մի խնդիր, որովհետև սահմանակցություն էլ չունենք, ունենք տնտեսական խնդիրներ, սահմանները փակելու ենք, ինչ ուզում եք արեք, ուզում եք գնաք Եվրոպա, ձեր մուրը, ձեր գլուխը, գնացեք սոված սատկեք, էդ էր նշանակում երեկվա Պուտինի հայտարարությունը, հասկացաք գոնե դա, դու գոնե հասկանում եք, որ եթե գազը 6 անգամ էժանեն ձեզ տալի թանկացնեն, սահմանը փակեն, որ չկարողանաք ոչինչ արտահանել, իսկականից Եվրոպան, 8 հատ ծիրան եք տարել Եվրոպա, ձեզ թվում է Եվրոմիություն մտաք, հա? Դուք ապուշեք չեք տեսնում Ուկրաինայի կապիտուլացումը, մի քանի ժամվա կյանք է մնացել Ուկրաինային, այդ աստիճանի տհաճ չի կարելի չէ լինել, լավ ասենք թե դուք այսօր բռնաճնշումների տակ դրեցիք օպոզիցիայի, բոլոր երեքին էլ, երեք հաղթած ուժերին էլ, դրանով դուք լավը չեք կարում դառնաք, չեք տեսնում, որ ձեր թուրք տխմարությունը, թուրքի բջի Նիկոլի հետևից գնալը, ձեզ տանում է բառացի բոլորիդ կործանման, չի մտնում ձեր դեբիլ ուղեղը դա մի անգամ, ԲՀԿ-ին եք դրել հիմա էլ արգելափակումների տակ, հա, չի ենթարկվեց Գագոն, հա, Գագիկ Ծառուկյանին չկարողացաք, հա, ծնկի բերել, լսեք, այնպիսի բաներ գոյություն ունի, որ կոչվում է գեն, ես հասկանում եմ, որ դուք այդ գենով թուրքեր եք ու դուք չեք կարողանում հայի գենի սրությունը հասկանալ, բայց եկեղեցիներ ստեղծող, եկեղեցիներ հովանավորող, եկեղեցիներ կառուցող մարդը լավ գիտի հավատքի արժեքնել, մշակույթի արժեքնել և եթե նա այնքան ուղեղ ունի, այնքան ուղեղ է ունեցել, որ կարողացել է նման բիզնեսներ դնել, ապա այդքան հեշտ չի այդ մարդու մեջ սպանել իր համոզմունքները կամ նրան ծնկի բերել։ Աշխատատեղերը փակվում է ինքը հենց իրեն ընտրած ժողովրդին ավատություն անում։ Ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, որ սա չարիք է։ Նիկոլը Հայաստան պետության չարվորակ ուռուցքն է։ Ալենա Միրզոյան Արարատը, չգիտեմ են Հարությունյան, են Չղջիկը, Հովանիսյան Արտուրը, ես շատ գիտեմ են Հարությունյան դթումը, դրանք բոլորը մետաստազներն են ընդամենը։ Չարվորակ ուռուցքան Նիկոլը։ Եվ նրա հետ այո համատեղ նրա հետ կին տենց էլ չհասկացան, ով էր վերջը, Աննա Ակոբյանը, իր հանցակիցը։ Դրանք մեր երկրի չարվորակ ուռուցքներն են, ու հայերը պետք է հասկանան։ Այսինքն հայերը վաղուց են հասկացել, ուղղակի են ամբողը, այն ժողովուրդը, որ այժմ պամիդորի համար ծափ էր տալիս, պետք է հասկանա, որ սոված սատկելու է, որ Նիկոլը մտել է ամեն մեկի գրպանը, ամեն մեկի տուն, ու հիմա մենք, որ ինքնասիրության համար ենք ամենաշատը պայքարում, երկիր ունենալու համար ենք ամենաշատը պայքարում, նաև իրենց երեխաների վաղվա անապազորյա հացի համար ենք պայքարում։ Սովորական գյուղացին դա պետք է հասկանա, ու Նիկոլի մեջ չկա, հասկացեք վերջապես, այն խեղճ գյուղացու կերպարը չի եղել, նրան այդ կերպարը տվել են իր տերերը, սկսած Վանոս Իրադեղյանից, որ արդեն չկա, դուրս եկած դրսի տերերը ու ներսի դիմակավորվածները, ու այդ աշխատատեղերը փակելը, սրան նրան բերթերը վաղուց արդեն սրբավայրեր են դարձել, դուք բերթերով մեզ էլ չեք վախեցնի, որովհետև բերթերում հիմա ավելի շատ խելացի, ինտելեկտուալ, կիրթ մարդ կա, քան փողոցներում ու իշխանության ղեկին, որտեղ բոլոր խելացի մարդիկ հիմա բերթերում են,
Ու դուք արդեն դրանով մեզ չեք վախեցնի։ Հիմա մենք կարող ենք միայն վախենալ ձեր հեռացումից, ինչքան ծիծաղելի է թվում։ Գիտես ինչի համար կարող ենք վախենալ, որ չիմանանք ձեզ այդքանից որտեղ տեղավորենք, որ գոմում, որտեղ Բերդը ձեր տեղը չի, ձեր տեղը գոմն է, անասունի տեղը գոմն է, ու եթե մտնում եք կառավարության շենք, չի նշանակում, որ դուք դարել եք թագավոր, դա նշանակում է կառավարության շենքը դարձրել եք գոմ ուղակի։ Այնպես որ ուժ, տոկունություն, հավատ և պայքար մեր քաղբանտարկյալներին տղերք, մենք նրանք, որոնք դեռ ազատության մեջ ենք, որովհետև չգիտենք 5 րոպե հետո կլինենք թե չէ ազատության մեջ և առհասարակ, ձեզ հետ ենք հոգով ու մարմնով, Թևանյան Անդրանիկին ուզում եմ ասեմ, ձերժիս բրատ, էս էլ է անցնելու, ենքան բան է անցել, էս էլ է անցնելու, ու հանգարց 5 րոպե չմտածես, որ որևէ մեկը, ով որ ուզում է հայրենիք ունենալ, որևէ մեկիդ, ովքեր որ այսօր դարձել են թուրքանիկոլիզմի ճակետավոր զոհը, ճակետավոր եմ ասում, որտև զոհը դա իրանք են, ուղղակի չգիտեն դեռ։ Անտեսված եք կամ մոռացված եք մեր կողմից, մենք անում ենք ամեն ինչ, անելու ենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք, որ սրանք վերջնականապես հայի ինքնասիրության վրա մաքրեն իրենց թուրքական ոտքերը, թուրքի ոտքերը։ Իսկ ինչ վերա այդ ֆոնի վրա Ադրբեջանը անում է իր ազգասիրական քայլերը։ Ես 1000 անգամ ասել եմ, չեմ զլանանորից կկրկնեմ Նիկոլ Փաշիևը, ես նրան Յան ազգանունը չեմ տա երբեք, Նիկոլ Փաշիևը, դա թուրք է, նա դավաճան չի, եթե ասենք օրինակ Ալենի հորը ճանաչելով իմանալով ովա, ասում են, որ այո, Ալենը դավաճան հայ է, դավաճան է, են մնացածները գուցե հայից են ծնված ու դավաճաններ են, բայց գուցե եմ ասում, որտև չգիտեմ մեջները քանիսն են թուրք, ազգությամբ, Նիկոլ Փաշիևը զտարյուն թուրք է ու նա իր երկրի Ադրբեջանի ազգային հերոսն է, նա մեր թշնամին է, այսինքն մեր իշխանությունը զավթած է թշնամին, թուրքը, ու նրա դեմ բոլոր պայքարի միջոցները հարգի եմ, գրչով, օրենքով, բոլոր հնարավոր անհնարի միջոցներով, հա, անգամ շշով, Միքայել, այ մալալետկա ապուշ, հլը չես ասցրել մարդամեջ դուրս գաս, արդեն դավաճանի խարանը ճակատիտ ես դրել կամավոր, մի աման լապի համար, լակոտ, հիմա, ինչ վերաբերվում է, ինչ ենք անելու, խոսում եք, ոչ մի բան չեք անում, գրում եք, չէ, ինչ ենք անելու, բոլոր հնարավոր անհնարին օրինական ճանապարհները փորձելու ենք, հետո այդ ամենի մեջ զտելու ենք բոլոր հայագեն հայերին ու հետո արդեն մտածելու ենք հաջորդ քայլը ինչ ենք անելու, Երևանը մաքրելու ենք, մայրաքաղաքից դուքը քանի որ գլխից է հոտում վերևից ենք սկսելու, մաքրելու ենք մայրաքաղաքը, սահմաններով գանք ու սահմաններն ամրացնենք, այս ամենի մեջ իմ մոտ շատ հակասական է մի կերպար, որին նորից ուզում եմ ամեն դեպքում 2 բառով անդրադառնամ, Արուշ, ես ամեն անգամ ամենածանրը տանում եմ ցանկացած դավանափոխ Ֆիդայինի մասին վատ բան ասելուց։ Ես գիտեմ, որ դու իսկականից ժամանակին եղել ես Ֆիդային, ես հիմա ուզում եմ հավատալ, որ դու դավանափոխ չես եղել, որովհետև քո այս վերջին հայտարարությունը, որ Արցախ ու Նախիջևանն էին պահանջը թուրքերից ու մեծ հայքի 15 նահանգը, ուզում եմ հավատալ, որ այո դու Գագոյի տղեն ես ու չի կարա պտուղը ծառից այդքան հեռու գլորվի, ուզում եմ հավատալ, բայց ուզում եմ նաև մի բան զգուշացնել տղա, քանի որ դու ինձ շատ փոքր ես, ես այդ իրավունքն ունեմ ասելու որպես մարտական ընկերոջ նաև, երբ կեղտին ձեռ ես տալի, մինչև չլվացվես ձեռքերդ մնում է կեղտոտ,
Ես հիմա հասկանում եմ, արդարացրել է դատարանը, քեզ թողել է ազատության մեջ, թույլ է տվել շարունակես ու պաշտպանես Գորիսը։ Ես ուզում եմ հավատալ, որ դու պաշտպանելու ես Գորիսն ու Սյունիքը։ Ու ուզում եմ քեզ մենակ մի բան ասել, այն ինչ որ ներվում է շարքային մարդուն, Ֆիդայինը իր կենսագրությունը գրում է մի անգամ ու պարտավոր է մինչև կյանքի վերջ այն մաքուր պահել, ամեն գնով, անգամ կյանքի գնով։ Էնպես որ, եթե անգամ Ալենի նմանները քեզ ծնունդ են հրավիրում եւ դրա տակ կա ուրիշ ենթատեքստեր ու դու դա ստիպված ես լինում անել, տղա, մի կեղտոտվի։ Հետո քո ժառանգներն էլ չեն կարողանալու իրենց ձեռքերը մաքրել։ Վասակ Սյունեցին դավաճաներ, եթե անգամ նրա մտածած ձևով ինքը փորձում էր Սյունիք փրկել, այդպես Սյունիք չեմ փրկում։ Եկեք ուղակի միավորվենք, եկեք բոլորս միասին, թույլ չտանք Սյունիքը վաճառեն թուրքերին, մենք Սյունիք ենք կորցնում, հասկացեք։